շարունակները սկսում ենք այս գեղեցիկ հրաշք ճանապարհը դեպի հրաշքայգի, որտեղ հրաշք մի արարողություն է, սուրբ արարողություն, հայկական օջախի ստեղծման օր է եւ առիթ։ Հարսի եւ Փեսան է այսօրվա Արթուրը եւ Հարսիկը Լուսինեն։ Լուսինեի քերին մհերը գտնվում է Ֆրանսիայում։ Իր ընտանիքի անունից որոշել է շնորհավորանքներ հասցնել զույգին, նորաստեղծ հայկական օջախին։ Նա շատ է ոգևորվել, ուրախացել է եւ որոշել է իր օրհնությունը ուղարկի, որ տանենք հասցնենք տեղ եւ օրհնենք մեր Արթուրի եւ Լուսինեի միությունը։ Քերու անունից իհարկե։ Քերին մհերը նրա կինը Ինգան եւ դուստրը Սրբուհին իր ամուսնու հետ միասին, Վահանի հետ միասին որոշել են նրանց մի գեղեցիկ անակնկալ մատուցել։ Մենք էլ գնում ենք այդ անակնկալը տեղ հասցնելու։ Հիմա գեղեցիկ բետոնապատ ճանապարհով ուղևորվում ենք դեպի հրաշքայգի։ Գնանք այնտեղ գտնենք մեր զույգին։ Այսօր աչից Սուրբ Լեռը, Մասիսը եւ Սիսն են մեզ ուղեկից։ Օրը հենց կախարդական է։ Իրական հրաշք է, որի միջով անցնելով մենք գնում ենք դեպի մեկ ուրիշ հրաշքի ականատես լինենք։ Զույգի օրը այսօր զույգերի։ Այստեղ Մասիսն ու Սիսն են, այնտեղ մեր Արթուրը եւ Լուսինեն, ովքեր որոշել են իրենց սերը դարձնել այսուհետ լրիվ օրինական, թե աստվածային օրհնությամբ, թե մարդկային բարեկամական օրհնությամբ նրանք միավորվում են եւ շարունակեն այս կյանքը միասին։ Սիրով լցված։ Գնացինք առաջ բարեկամներ։ Օֆեյու ընկերներ, մենք հասանք հրաշքայգի, որտեղ հրաշքարարողություն է։ Տեսեք ինչ գեղեցիկ է հրաշքայգին։ Անունը շատ ճիշտ են դրել, տեղին են դրել, որովհետև իսկապես հրաշք է այստեղ ամեն անկյունը, ամեն թուփն ու արված աշխատանքը։ Հետևաբար մենք հիմա հրաշքի մեջ ենք եւ հրաշալի ձևով ուզում ենք գտնել մեր տեղը այս հրաշքի մեջ ու կանգնել գեղեցիկ։ Օրինակ, ընկերներ, այստեղ էլ կարող ենք կանգ առնել, այն դել, չէ, այստեղ աղբերը, ստե լավ է։ Հա? Այսինքն սիրուն չի աղբեր։ Սիրուն կոկիկ էլի։ Ո՞վ է հանդիսա վարողը։ Անունը չգիտեմ, բայց կամ ասել։ Անուշ աղբեր, հա։ Հա։ Դե թե Անուշ աղբեր է, իրան հրավիրենք դուրս մի երկու բառ թրջվենք իրար հետ։ Իմ կողքին հիմա կանգնած է Հարսիկի հալալ երկու աղբերները։ Երկուսն էլ հալալներն են։ Ու անունը։ Գարդիկը եւ Ազատը։ Լուսինեն էլ քույրիկն է, այսօր ամուսնանում է Արթուրի հետ։ Մի գեղեցիկ հայկական սուրբ։ Ուր է մյուս քույրը։ Մայրամը հարսնակույրն է։ 4 քուր աղբեր, հարստություն, ուժեղություն, Աստծո օրհնությամբ, գեղեցիկ ընտանիք, մենք հիմա մտնում ենք շնորհավորենք ջիլյարով։ Ես քեզ սպասում եմ, հետևում եմ, չգնաս։ Հա, գալիս եմ ես, հա։ Սոլակ։ Հայտարարեց նա։ Սոլակ։ Սոլակ ձեր ունեմ եք է։ Չէ, մեր Հա։ որ կորել է։ Հա, կորել է մորել վերեի, հա։ Սպաս։ Մի օպը սպաս։ Արթուր Լուսինե, քուրիկյանը Լուսինե։ Ինք աղաչոյի շեմ աղբեր, կայնի մի զորի, կայն։ Սրբուհի Վահան։ Ջան։ Գերի Սամալյոտի մոտ բուքսաբայթ Իլանը։ Չտիրի մոտ, հա։ Հա, չտիրը։ Մեր ախորձն ունի շնորհավորում Վալոդի։ Հա։ Ապրեսներն։ Դու էլ ապրես, քեզ առողջություն, մեջքի գրիժայի հեռացում, վերացում եւ առաջընթացներ։ Հա, բա նկարում ենք, բա մենք սիրում ենք նկարել։ Հա, գամ, հա։ Գամ։ Ասում ունենք անակնկալ արի, աղբեր, ասած արի, քելետ։ Անջի չես ասում ծափեր տան։ Լավ դու ես ասես։ Հա, ես խոսում եմ, աղբեր։ Խոսա։ Գյորգի Բունյացյան, շնորհակալ եմ շատ հարգանքներս բոլորիդ բարով եք հավաքվել արգելի Հարսանյաց հանդեսի ներկաներ, մատ եկեք ծափեր տանք, հա, լտնանք ծափերից ոնց եք։ Լավ, դե մի րոպե ես մի լավ բան գիտեմ, մի լավ ձև գիտեմ։ Ես տեղյակ եմ, որ Հարսիկի կողմը վանաձորցիներն են, կիրովականցիները։ Ազիզ, լա ծափ տվեք։ Լավ բարձր, Հարսիկի կողմն է ծափեր տալու։ Ես Հարսիկի կողմից այսքանով շնորհակալ եմ, հիմա անցնում ենք Փեսայի կողմից ծափերին։ Օ, Արթուր, քո կողմը լավ ծափեր տվեց։
Դե ես ձեզ հիմա խնդրում եմ, որ Արսիկի հետ ներկայանա գաք ես կենտրոնական պարահրապարակ տեսա նոր գնացիք, բայց եկեք գեղեցիկ անակնկալ ենք բերել ձեզ, ուրախացնենք եւ իհարկե օրհնություններ բազմատեսակ հերուներից, ովքեր որ չեն կարողացել գալ, նրանց անունից ենք եկել եւ կարծես թե մի քիչ пассив եք, ինչի՞ քեֆ չեք անում, ինչի՞ լավ ծափեր չեք տալի, հա։ Ծափեր տվեք, թող մեր զույգը գա, մեր թագավորն ու թագուհին։ Մենք նրանց համար հատուկ գեղեցիկ անակնկալ ենք բերել։ Այս կողմ եկեք, այս կենտրոնը էլի, որ սիրուն լինի ձեր այս գեղեցիկ օրը օրհնված լինեք։ Բարով լինի ձեր միությունը Աստծո օրհնությամբ։ Արտուր, ես քեզ ծաղիկներ եմ տալիս, բարեկամ։ Չեմ նվիրում, տալիս եմ։ Տալիս եմ, որ դու նվիրես, որովհետև ես եկել եմ շատ կարևոր մարդկանց կողմից, շատ կարևոր մարդկանց անունից ձեզ շնորհավորանքներ եւ օրհնություն բերեմ։ Հետևաբար գեղեցիկ նվիրիր ծաղիկները գրկի Արսիկին։ Ու կամանամ կանգում ճամփիս եկած փոթորիկներում Ծափերը շատ լավն են, շնորհակալ ենք մասնակցության համար։ Իմացեք, որ ձեր ծափերը այս պահին համ օրհնություն են, համ բարի լիքը մաղթանքներ։ Հիմա ես մոտեցնում եմ Փեսայի նվեր, ես արդեն քոնն եմ։ Եվ ձեր նկարով։ Սեր ու երջանկություն ձեզ, միշտ ուղեկից լինի ձեր կյանքում համատեղ, հələ պետք է տեսիշ կոնյակա։ Այս կոնյակով դու դառնում ես անուշ աղբեր եւ այդ առիթով արդեն քիչ-քիչ ուզում եմ ասեմ ում կողմից է։ Բայց քանի որ դու Հարսիկի կողմին հələ բոլորին չես ճանաչում, չէ՞։ Ասա չէ։ Դե ուրեմն Հարսիկի կողմը աշխարհով մեկ սփռված է։ Եվ մի գեղեցիկ երկրից անակնկալ են պատվիրել, որ գանք ձեզ ուրախացնենք, բայց թե ով կլինի Հարսիկին հարցնենք, աղա ճիշտ ասի, հա Հարսիկ։ Հուշեմ մի քիչ։ Շոկոլադ բան։ Ֆրանսիայից։ Հարսիկը շատ նուրբ ձայնով, շատ ճիշտ բան ասաց։ Ֆրանսիայից։ Մհեր քերի ընտանիքի կողմից, Մհերի եւ նրա տիկնոջ Ինգայի կողմից եւ նրանց դստեր Սրբու եւ իհարկե Վահանի կողմից շնորհավորանքներ ձեզ, իսկ շնորհավորանքները մենք ամրապնդում ենք այս սրանով կանքես թե Արսիկին։ Նորմալ, չէ նորմալ կա, հա։ Դե ձեզ բարի բախտ երջանկություն, Աստծո օրհնությամբ լինենք բոլորս, մենք հեռանում ենք, կարող եք ծափեր տալ, կարող եք չտալ, դու գիտեք։ Շնորհակալ եմ Գեորգի։ Գնամ եմ աղբեր, գնամ։ Բայց ասեմ, ում ոնց եւ ինչա քո անունը։ Հա, ես ինչ։ Ջան, Քան եկել ես դու բայց դու Հարսի կողմից ես թե Փեսայի։ Ո՞ր կողմից կլեմ, հլը Ես նա ասա։ ասա։ Փեսայի։ Կողմից կլեմ։ Հա։ Գեորգի, մենք Շնորհակալ եմ Հիմա ես ինչ էր պատմի ինձ հծում եմ։ Սա անկեր, անակնկալ է, որ ես որտեղ որ ներկա գտնվել հեռու է լինում, գալիս եմ ես նրանց պատվերով շնորհավորում եմ կարճամետրաժ հանդիսավարություն եմ անում եւ վարում եմ ինքս ինձ մեր տուն։ Այդքանը։ Գեորգի Բունյատյան։ Այս ծաղկե փունջ ես տալիս, ասում ես բարեբախտանքն է։ И то, и все это другое. Да, брат, спасибо, что ты по-русски хорошо Да, русскофостный, да, ты тоже? Да, я или нет? тоже такой И ты иногда бывает. Лакировакан, ты что? Իրավականից ես։ Не, ես Եղեգնաձորից։ Եղեգնաձորից ես, Եղեգնաձորից մի բան եմ, կա Ազիզ։ դրա համար զգացել։ Ազիզ, ես Եղեգնաձորից եմ։ Զգացի դրա համար։ Բայց Կիրովականն եմ սիրում։ Դու Կիրովականից ես։ Չէ, ես տեղացի եմ։ Երևանցից։ Հա, մեծ Չանցի, Արտաշատ։ Չէ, ես տեղացի եմ կարծում եմ։ Իմ տենց հերո արմատել մի քիչ շատ հերվից է։ Ուր բարեկամներ, ակամայից ես արդեն հետաքրքրված եմ Գեորգի Բունյատյանով, ով լավ հանդիսավար է եւ ուզում եմ իմանամ նա որտեղից է։ Որտեղից է արմատներով Գեորգի։ Ես Երևանից, բայց իմ հայրական կողմը, տատին, պապին, այստեղից են։ Երևանից են, բնիկ են։ Իսկ մայրիկի կողմը, այո, այդ է շատ հետաքրքիր է։ Այդ ենք ուզում լսենք։ Ուրեմն պապիկս, Այո, պապիկս Ալափարսեցի է։ Ալափարս, հիշում ես, Ալափարս եղել ենք մենք։ Բայց հերո չի Ալափարսը։ Իսկ տատիկիս այն ժամանակներում տատիկիս գնացել է եւ Բաքու քաղաքից փախցրել եկել է բերել է Երևան։ Միշտ կլիներ այն դաժան դեպքերը, տատիկն արդեն այստեղ է եւ ես վստահ եմ, որ պապիկից նա բազմաթիվ անգամ շնորհակալ է եղել։ Իհարկե։ Գեորգի, շատ հաճելի էր բարեկամ։ Լավ եղիր, առողջ։ Իսկ մենք գնանք
մեր ճանապարհները։ Այո, արդեն այսօր բավական է արդեն բարեկամ։ Հերիք է մի անգամ խմես գերմանական օղի եւ դու կդզվես։ Գնա այն սեղանում կար որտեղ ես էի։ Հա գնա, խնդրի կտան հաստատ։ Հաջողություն բարեկամ։ Ահա ընկերներ, եւս մեկ միություն օրտնված եղավ մեր մասնակցությամբ։ Իսկ հիմա մենք նստենք մեր մեքենան, համեստորեն շարունակենք մեր ճանապարհը։ Իսկ հիշեցնեմ ձեզ, մենք գտնվում ենք հրաշքայգում։ Եթե կգաք հրաշքայգի կամ եթե չեք էլ եկել, իմացեք, որ հրաշքայգում կա միշտ բաց 24 ժամ բաց կենթանաբանական այգի։ Տերերը ամեն ինչ ստեղծել են ձեզ համար, որ գաք այստեղ համ քեֆ անեք, համ էլ ծանոթանաք կենթանական աշխարհին, այն էլ լրիվ անվճար։ Այնպես որ եթե ունենում եք առիթներ եւ ուզում եք, որ ձեր համար հետաքրքիր օր լինի, եթե չեք եկել հրաշքայգի, ուրեմն առաջ եկեք անպայման։ Վարդան, ինչ-որ բան ինձ հուշում է, այսինքն ինչ-որ բանը որն է, Porsche ինձ հուշում է, որ դու դուռը չես փակել։ Փակը ուրեմն մի դուռը չես փակել։ Չէ, հետնադուռը։ Հետնաաչ դուռը։ Դու չեր փակել, դրա համար էլ էս մեքենան ասում է փակ չի, վարորդ։ Ես չեմ էլ, դու հետո էլի բան ես արել, չէ, հետո ընդ գործողություն ես արել։ Գումբ ես վերցել։ Դե լավ, դու ես արել, ամեն դեպքում քո արածն է, հա, դա իմացի։ Իմացի, որ հաջորդ անգամ տենաս դուռ ես բաց եմ թողում, բերան ասես։ Թե չէ, ես կֆռամ կասեմ։ Դե ինչ ընկերներ հաճելի է, շատ հարգանքով բարեկամների նկատեցի, որ հետևում էին մեզ, մեծ սիրով նրանց հետ մի գերմանական տեսակի օղի մի կողմ արեցինք, որպեսզի մեր բարեկամությունը հաստատուն լինի եւ հավեսով լինի։ Հիմա գնանք առաջ։